Պարոն վարչապետ, շարունակելով Ադրբեջանի վարչապետի այցի թեման, ցանկանում էի տեղեկանալ, արդյոք ընդունված ուղեցույցները, որ փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց է ընդունվել, ինչպես նաև սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույց է ընդունվել, այս ուղեցույցները, պարոն վարչապետ, վերաբերում են հստակ սահմանի ինչ-որ հատվածի մասին, թե ամբողջ երկայնքով սահմանազատման մասին են, եւ պարոն վարչապետ, արդյոք պայմանավորվածությունները ձեռք բերված, որ պետք է սահմանազատումը տեղի ունենա երկրի հյուսիսից դեպի հարավ, այդպես էլ պահպանվում են, թե կապված թրիպի հետ կարող է փոփոխություն լինի եւ սահմանազատումը առաջնահերթությունը տրվի այդ հատվածին, այդ պայմանավորվածությունը արդյոք ձեռք բերվել է այս հանդիպման ընթացքում եւ գործարարներ էին մասնակցում նաեւ երկու կողմերից այդ հանդիպմանը, ինչ որ նորություն կարող եք մեզ հաղորդել, պարոն վարչապետ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հնարավոր է որ մոտ ապագայում այլ երկու կողմերից առևտրաշրջանառությունը ավելի մեծանա ու նաեւ Ադրբեջանը ինչ որ ապրանքատեսակներ ձեռք բերի Հայաստանից։ Նախ ես ուզում եմ արձանագրել եւս մեկ անգամ, որ երկու երկրների փոխվարչապետերի այցերը Ադրբեջան եւ Հայաստան եւ նրանց գլխավորած պատվիրակություններով հանդիպումները Հայաստանում եւ Ադրբեջանում իրենք պատմական իրադարձություններ են, որոնք նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ուժեղացման մի նոր եւ կարեւոր շրջափուլ եւ ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու եւ արդյունավետ իրականացնելու առիթով ընդունված փաստաթղթերը իրենք շրջանակային նշանակություն ունեն եւ բնականաբար վերաբերվում են սահմանազատման եւ սահմանագծման process-ին, այսինքն սկզբից կանոններն են սահմանում, հետո իրականացվում է այդ աշխատանքը, հաջորդը պայմանավորվածությունները բնականաբար ուժի մեջ չեն, բայց ես ասել եմ նաեւ, որ թրիփի հետ կապված նախագծերի իրականացման համար փոքր հատվածներում, փոքր այնքան ինչքան անհրաժեշտ է նախագիծը իրականացնելու համար, այսինքն երկաթուղի պետք է անցնի օրինակ, բայց երկաթուղին կառուցելուց առաջ մենք դրա համար ինչքան է պետք, եթե տեղ կա կարող է 3 կիլոմետր անհրաժեշտ, տեղ կա 1 կիլոմետր, տեղ կա 5 կիլոմետր, սահմանի գիծը պետք է շատ հստակ լինի, որպեսզի այսինքն այդտեղ թյուրըմբռնումներ եւ տարընթերցումներ չլինեն։ Ինչ վերաբերվում է, այո, եւ շատ կարեւոր է, որ մինչեւ հիմա մենք դրան անդրադարձ չունեցանք, արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ սա տրամաբանական է։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերից մինչեւ հիմա շուրջ 26000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաեւ եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաեւ այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Ես ելի ուզում եմ ընդգծել, որ արգելք որևէ քաղաքական կամ տեխնիկական չկա, ինչպես գալիս են Հայաստան գնացքով ապրանքներ, այնպես էլ Հայաստանից կարող են Ադրբեջանի տարածքով ապրանքներ արտահանվել։ Եվ այս առումով խնդիր չկա եւ հիմա ցուցակներ են փոխանցված մեկը մյուսին, կողմերը, գործարար համայնքները իրենց հետաքրքրությունը արտահայտելու եւ համոզված են, որ հնդածս այդ թվում Հայաստանից որոշակի ապրանքախմբեր կարտահանվեն այդ թվում Ադրբեջան, ինչպես Ադրբեջանից Հայաստան։